շաղոյի զարկած տվել Ռաֆ, հետո ինձ ու գնելին, ու մարդիկ պետք է իմանան ով ես դու, քո բախտը չի բերել, ես սաղ եմ մնացել, ու այդ նշանակում է, որ դու հանգիստ կյանք չես ունենալու եղավ, այսօր բեկի բախտը բերեց, սաղ մնաց, բայց հաջորդ անգամ ես քեզ խոսք եմ տալիս, որ բախտը չի բերելու, իսկ դու եթե աղոթել գիտես, սկսի աղոթելը, որովհետև մեռնելու պահին չես հասցնելու արա։ Ես ոնց եք համոզել, որ սաղ մեր արածքների վրա եկալու։ Այդ կարևոր չի, մի խորացի։ Բայց գաղափարը լավն է, ամեն ինչ իդեալական արված, որ կասկածները մեր վրայից դուրս գան։ Լավն է, բայց ժամանակավորապես լուծում է, որը պիտի օգտագործենք, որ Բեկին ու Ռաֆին արանքից հանենք։ Երբ։ Այսօր իրիկում Թորգոմը հանդիպում է կազմակերպել Ռաֆի ու Բեկի հետ, այս զապիսի հետ կապված։ Հանդիպման տեղապահը։ Արդեն հա, քաղաքից դուրս մի հատ քոթեջ է։ Պայմանավորվածություն կա, որ ամեն մեկը մի հատ ախրանիկի հետ պիտի լինի, որ շատ մարդ կուրսի չլի։ Իսկ կա կոնկրետ պլան, թե ոնց է արվել։ Կա։ Սպասում ենք մենք դուրս գնանք, հետո սպասում եք, որ իրանք դուրս գան, հենց Հայաթի մեջ երկուսին էլ խփում եք։ Եթե այդ երկուսն են անելու